Չի ապրում այն ժողովուրդը, ով չունի պատմական հիշողություն, իսկ պատմության հիմքում պայքարն է։ Այս մտքերը հիմք ընդունելով Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի պատմաշխարհագրական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողները հիշատակեցին Մեծ Եղեռնի 98-ամյա տարելիցը։ Նախ ցուցադրվեց անգլո-ամերիկյան համատեղ արտադրության հայկական ցեղասպանություն ֆիլմը, որում պատմվում է հայերի այսօրվա կյանքը, անդրադարձ կա անցյալին, ներկայացված է 20-րդ դարի քաղաքական իրադրությունը։ Ֆիլմի ընթացքում բրիտանացի պատմաբաններն ու գիտնականները հանդես են գալիս զեկույցներով։ 1,5 միլիոն անմեղ զոհերի արյունը հայության մեջ սերմանել է հավերժական պայքարի ուժ։ Մենք ենք մեր պահանջի տերը եւ ոչ մի երկրի, ոչ մի պետության գլուխ չի ցավում մեր պահանջի համար եւ հույսներս մեր վրա պիտի դնենք, որպեսզի կարողանանք մեր պահանջին հասնել գոնե մասամբ։ Հնչեց Դլեյամանը խորհրդանշելով, որ ոչինչ չի մոռացվել, ոչ ոք չի մոռացվել։ Մեր ուսանողները իրենց ելույթներում, իրենց խոսքերի մեջ ցույց տվեցին եւ ապացուցեցին, որ իրենք ոչ միայն 1,5 միլիոն նահատակված անմեղ զոհերի ժառանգորդներն են, այլ նաեւ հայ վրիժարուների ժառանգորդներն են։ Հայը եղել է կա ու պիտի լինի եւ հատուցման օրը գալու է։ Անահիտ Կարապետյան, Հակոբ Արսենյան, Մոլորակ։